քիչ առաջ մենք որոշումը մեր ընկերը բերեց, հենց հիմա մենք տանում ենք ըստ կարգի փոխանցենք եւ Արշակ Սրբազանը շուտով դուրս կգա։ Նշեմ, որ դատարանը որոշակի սահմանափակումներ է բնականաբար կիրառել, վարչական հսկողություն է սահմանել, նոր ծանոթացանք, մասնավորապես նաեւ տարածքային սահմանափակում Արշակ Սրբազանին արգելված է Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գալ։ Էջմիածինը Վաղարշապատ մայրաթոռը այնտեղ է գտնվում, կարծում եմ էլի, այո, շփումներ ունենալ գործով վկաների հետ եւ մնացածը արդեն օրենքով սահմանված սահմանափակումներն են գրանցվել եւ այլն։ Հրապարակային հայտարարություն։ Նման տեքստ ես այստեղ չտեսա, հետեւաբար նման սահմանափակում չի գործում եւ մենք նաեւ կտեղեկացնենք եւ կարծում եմ դուք այստեղ եթե սպասում եք Արշակ Սրբազանին, կարծում եմ տեղեկացնենք, որ Արշակ Սրբազանի որ նման սահմանափակում առկա չէ։ Նորից ասեմ, սահմանափակումները տարածքային են, շփման են, տարածքային է շատ չհասկացա ամեն դեպքում դատարանը նման որոշում է կայացրել, պետք է ընդունենք։ Հրապարակային խոսք կարող է։ Նման արգելք նշված չէր։ Ներողություն։ Վեհապար հայրապետը տվյալ գործով որպես վկա չի անցնում։ Հետևաբար նման արգելք գոյություն չունի։ Ամերիկյան ուղիղ եթերում ասացիք, որ գնում եք Սրբազանին փոխանցելու լուրը, տեսակցել եք իրեն եւ իրար։ Այո, բայց իմ ընկերը Սերգեյ Հարությունյանը ավելի շուտ էր հասել եւ նա էր փոխանցել լուրը Սերգեյը Ես ներս մտա արդեն Սերգեյը տեսակցում էր Սրբազանի հետ։ Այդքանը, բայց մենք ժամանակ չխորցնենք էլի, եկեք։ Դե այս պահին դեռ չեն կարող դատողություններ անել, նրանով, որ սա անօրինական որոշում էր։ Ես կարծում եմ առաջին հերթին դրանով։ Չէ, բայց ես մի բան շատ կարևոր բան ասեմ, այնպես չի որ մենք այս որոշումից գոհ ենք, որտեղ մենք առաջին պահից պնդում ենք, որ այստեղ պարզապես հիմնավոր կասկած չկա, անգամ նրանց ձևակերպումներով։ Այն արարքը, որը նկարագրված է մեղադրանքում, եւ այն քրեական օրենսգրքի հոդվածը, որը որ այստեղ կիրառվում է, դրանք իրար հետ կապ չունեն։ Ես հիշեցնեմ, որ իրացման նպատակով թմրանյութերի հետ կապված հոդված է եւ ուղիղ սևով սպիտակի վրա գրած է, որ ըստ մեղադրանքի կողմի, որը մենք չենք ընդունում, բայց ինչեւէ ըստ մեղադրանքի կողմի Սրբազանը իբրև թե կոնկրետ մարդկանց, այսպես ասենք, արատավորելու համար է ըստ մեղադրանքի այդ գործողությունները կատարել։ Դա իրացման նպատակ պարզապես չի։ Դրա համար մենք կարծում ենք, որ առհասարակ պետք է հիմնավոր կասկածի բացակայություն արձանագրվել, որը չի կատարվել։ Դրա համար ասել է, որ մենք գոհ ենք այս որոշումից, մենք չենք կարող եւ իհարկե գիտեք, այս գործով զբաղվում է մեր գործընկեր Արսենը Բաբայան, որը որ գործուղման մեջ է շուտով քաղաքում կլինի, նա ավելի մանրամասն կասի, բայց ես իր հետ հասցրեցի կարճ խոսել, մենք լիազորված եմ հայտարարել, որ մենք այս որոշումը պետք է դիտարկենք բողոքարկելու հարցը։ Որոշումը վերաբերում է բացառապես նրան, թե ինչպիսի խափանման միջոց պետք է կիրառվել եւ վերաքննիչ դատարանը գտել է, որ ավելի մեղմ խափանման միջոցը բավարար է։ Ժողովուրդ, ամեն րոպեն մենք մարդու ազատության մասին ենք, էլի։ Եկեք, այս կանոն։ Արշակ Սրբազանի արձագանքը ինչպիսի է։ Ոնց որ ես սպասում էի, արժանապատիվ կերպով փոխեցին, ասեցո բան չի պատահել, երբ որ ինձ տեսավ։ Այդքանը, հետո հաջորդ խոսքը որ ասեց, մի անդրադարձավ Բագրատ Սրբազանին, ասեց մենակ ամենում ու զգացի, որ ոնց որ տխրեց դրա հետ կապված։ Դա էր առաջի ռեակցիան, այդպես։